Հարգելներս, եկեք իմաստության գրքին հարցնենք, այսօր տեսնենք մեզ ինչ խորհուրդ կտա։ Ասում եմ վստահ եղեք, որ ձեր նպատակը կիրականանա, բայց միշտ շտապեք, դա արագ չի կարող լինել։ Պնդեք ձերը, ոչ մի հետ քայլ ձեր նպատակից, շարժվեք առաջ, եթե դուք ունեք նպատակ, ոչ մի բան, ոչինչ և ոչ մեկ չի կարող խանգարել ձեզ, որպեսզի դուք հասնեք նպատակին ձեր։ Միայն մի եղեք շտապողական, միևնույն է, ինչքան էլ որ շտապեք, այն ունի իր իրականանալու ժամանակը։ Եվ քանի որ ես սկսել եմ, իմ էջում արդեն խոսել մոլորակների, էներգիաների, իրենց աստվածությունների և իրենց ազդեցությունների մասին, երբ որ ես կավարտեմ մոլորակների այսպես ներկայացնելը ձեզ, մենք կունենանք մեդիտացիա այդ մոլորակները ակտիվացնելու համար, այսինքն ես ձեզ կտամ շատ հասարակ, շատ ուժեղ, հզոր, ծես չէի ասի, այդ մոլորակների էներգիան ակտիվացնելու հզոր օրհներգները, այսինքն հիմները, յուրաքանչյուր մոլորակ ունի իր հիմնը, և երբ որ դու իր սիգիլը պատրաստում ես, իր գույնով մոմը վառում ես, կամ այդ օրը կրում ես իր տվյալ մոլորակի գույնի հագուստ կամ զարդ, և այդ գիմնը ասում ես, քո մոտ այդ մոլորակը ուժեղանում, այսինքն այդ էներգիան ուժեղանում, իսկ մենք ունենք հրաշալի գիմներ, հիմներ, որոնք կարող են ձեզ օգնել, որպեսզի դուք տվյալ մոլորակի դրական էներգիան բերեք ձեր կյանք։ Մենք արդեն լուսինը միասին ծանոթացել ենք լուսնի էներգիայի, իր աստվածուհու և մեր կյանքում իր նշանակության մասին, ուստի կներկայացնեմ Մարսի, որովհետև երեքշաբթին Մարսի օր է, Մարսի մասին կխոսեմ, ու այդպես երբ որ ավարտեմ, նոր կանցնեմ տվյալ մոլորակները ակտիվացնելու գաղտնիքին, թե ինչպես այն էներգիան ձգենք մեր կյանք։